Արտագաղթում են Facebook-ից մարդիկ, ըստ StatCountry վարկանիշային աղյուսակի Facebook-ի պահանջարկը մեր երկրում վերջին մեկ տարվա ընթացքում շեշտակի է նվազել 41%։ Եթե 2024-ին Facebook-ը զբաղեցնում էր Հայաստանի սոցիալական ցանցերի շուկայի շուրջ 70%-ը, ապա այս տարվա օգոստոսին այդ թիվն ընդամենը 29% է։ Սրան զուգահեռ ուշագրավ է մյուս սոցհարթակների աճը։ Օրինակ Pinterest-ը, որն ավելի նեղ լսարան ուներ, այժմ զբաղեցնում է շուկայի մոտ 22%-ը։ X հարթակը նախկին Twitter-ը նույնպես ամրապնդել է իր դիրքերը, օգտատերերի մոտ 15%-ն է օգտվում դրանից։ Մեդիա փորձագետներն ասում են, Facebook-ից հեռանալու հիմնական ու ամենամեծ շարժառիթը քաղաքականությունից խույս տալն է։ Սերնդափոխության տեղ ունեցող նոր սերունդը ընդհանրապես չէ դեպքում քաղաքականության, Facebook-ում ամեն օր կամ քաղաքականությունն է կամ ինչ-որ քաղաքական տնորդ նույն գզվրտոցները, ծանոթ վիրավորանքները, մարդիկ օգնել են ամենից ստիպված փակում են Facebook դնում են միտեղ, որտեղ որտենց բաններ չկա։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդիկ լքում են Facebook-ը եւ տեղափոխվում այլ հարթակներ։ ԱՄՆ-ում օրինակ այս գործընթացը սկսվել է դեռ 4 տարի առաջ, ասում է մեդիա փորձագետն ու հավելում. Facebook-ը միտումնավոր է փոխել իր ստրատեգիան։ Այդ պլատֆորմը ինքը այլևս նույնիսկ ագրեգիրել չի կարծես եւ հաճախ ինքը իր մոտից մարդկանց մղում է այլ ենթահարթակներ։ Ուղարկում է Messenger առանձին, ուղարկում է Instagram, ուղարկում է Threads, ինքը հատվածապար բաժանումը ցանց է եւ մեծ թվում է որ Facebook-ի պոպուլարությունը նվազել է, բայց պիտի հաշվի առնենք, որ ինքը Հայաստանում հիմա հանդես է գալիս ոչ թե միայն Facebook հավելվածով, այլ Facebook, Instagram, Messenger, WhatsApp ու Threads։ Հետաքրքրական է նաև LinkedIn-ի առաջընթացը 12.5%, ինչը ցույց է տալիս, որ հայ շատ օգտատերեր սոցիալական մեդիան օգտագործում են նաև մասնագիտական նպատակներով։ Այստեղ աշխատանք են փնտրում ու գործնական հարաբերություններ ձևավորում։ Իսկ ահա Pinterest-ով շատերը պարզապես շահավետ ու կիրառական լուծումներ են փնտրում իրենց առօրյա խնդիրների համար։ Մարդիկ հնարավորներ են ձեռք բերել եւ բոլորի աչքի առաջ կանգնել է վերանորոգում տան անելու եւ կարի ձեռք բերելու խնդիրը։ Կախնի չէ, որ Pinterest-ը հայտնի է հենց դրանով, որ միշտ բոլոր դիզայներներն են խորհուրդ տալիս, ասել մտեք Pinterest-ով ընտրեք ձեր ուզած գույնը, չգիտեմ, կահույքի ձևը, մեզ ասեք մենք դրա նման սարքենք։ Փորձագետները նկատում են StatCountry վարկանիշային աղյուսակը ոչ միշտ է հավաստի տվյալներ փոխանցում, քանի որ այն տեղեկությունը հավաքում է ցանցային հոսքի տվյալներից, որի հաշվարկման ձևը փոփոխվել է։ Մեթոդական ճշգրտում է տեղի ունեցել։ Իսկ առաջիկա 1-ից 2 տարում մասնագետները կանխատեսում են ակտիվ հոսք դեպի Threads, Reddit եւ LinkedIn հարթակներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։